Պարոն Կարապետյան, ես մի հարց ունեմ կապված այն զոհողությունների հետ, որոնք դուք անձնապես պատրաստ եք անել։ Դուք վստահաբար գիտակցում եք այս պրոցեսների բարդությունը, ինչպես նաև բոլոր այն վտանգները, որոնք կախված են թե ձեր անձի, թե ձեր ընտանիքի, թե ձեր թիմի գլխին, այսպես ասած։ Անձնապես դուք ինչ զոհողությունների եք պատրաստ, մինչև ինչ եք պատրաստ զոհել հանուն Հայաստանի։ Տարիներ շարունակ ես ամեն ինչ արել եմ Հայաստանի համար, ինչ կարողացել եմ, ինչքան հնարավորություն ունեցել եմ, բարեգործություն արել եմ։ Հայաստանում ամենամեծ 18 տարվա ընթացքում ամենամեծ ներդրողն եմ։ Այսինքն դուք մի մտածեք, որ դա զոհողություն չի եղել, բայց դա տնտեսական առումով է եղել։ Հիմա ես վստահ եմ, որ ես ունեցել եմ համենայն դեպս վերջի 5 տարիներին, միգուցե ինձանից հարյուրավոր անգամ շատ գումար ունեցողներ են եղել, բայց ամենահաճելի, ամենալավ կյանքը։ Ես դա փոխարինում եմ մեր երկրի, մեր պետության զարգացման հետ։ Ես շատ լավ հասկանում եմ, որ սա շատ ծանր աշխատանք է, շատ պատասխանատու աշխատանք է, բայց ես վստահ եմ իմ ուժերի վրա, որ ես կարող եմ ստեղծել Հայաստանում 300,000 աշխատատեղ հայերի համար, ես կարող եմ կանգնեցնել 300,000 ադրբեջանցիների մեքենաներով մուտքը Հայաստան, դրա համար ես դա չեմ համարում զոհողություն իմ կողմից, ես դա համարում եմ իմ հայրենասիրական պարտքը մեր երկրի եւ մեր ժողովրդի։ Մեկ հարց էլ ներողություն, դուք նշեցիք, որ դառնալով վարչապետ, եւ դուք վստահ եք, որ դառնալով եք վարչապետ, հրաժարվում եք ի սկզբանե աշխատավարձից եւ մեկ դրամ կհատկացնեք վարչապետին, քանի որ Նիկոլ Փաշինյանը դժվար թե այլ տեղում կարողանա աշխատել։ Նաեւ գործընկերոջս հարցինի պատասխան նշեցիք, որ դեռ չգիտեք ինքը գործակալի տիրույթում է, ինչ տիրույթում է, բայց գիտեք, որ վախենում է Ալիևից։ Ես ուզում եմ հասկանալ, օրինակ Աժ ամբյոնից հնչած ես գնացել եմ գիտակցված զոհողության հայտարարությունը, որը վերաբերում էր 2020 թվականի պատերազմին։ Արդյոք չի արժանանալու պատժի, արդյոք Արցախի հանձնումը ի վերջո չի պատժվելու։ Նայեք, հաստատ իմացեք, պատժվելու է դավաճանությունը։ Բայց ես չեմ կարող այսօր հայտարարել, որ Փաշինյանը դավաճան է, գործակալ է։ Դրա դիմաց անպատասխանատու հայտարարություններ անել եւ մի քանի ամիս հետո ձեր դեմքին նայել, որ գիտեք, ստուգեցինք այդպիսի բան չկա։ Դրա համար մենք բոլոր մեր գիտնականներին օգտագործելու ենք, բոլոր կարող ուժերին օգտագործելու ենք։ Միգուցե նույնիսկ ստեղծենք ոչ թե հատուկ կառույցներ, այլ հատուկ ինստիտուտներ, ովքեր մանրակրկիտ կուսումնասիրեն վերջի 8 տարիների բոլոր քայլերը։ Դրանից հետո օրենքի սահմաններում պատժվողը պատժվելու է, ով արժանի է պատժվելու է, ով արժանի չէ, ես պարզ եմ ասում, քրեական հետապնդումների չի ենթարկվելու։ Մենք չենք պատժելու մարդկանց, ովքեր վախկոտ են եղել, ովքեր թույլ են եղել, իսկ ովքեր դավաճան են եղել, դուք չեք էլ պատկերացնում ինչպես են պատժվելու։